ինչ կա ձեր կյանքում, ձեր իրականության մեջ 4 երեխայով։ Նախ ուզում եմ ասել, որ երբ ես սկսեցի բլոգս վարել ու անունը դրեցի պարզապես մամա, ես ինձ համար որոշեցի, որ ես լինելու եմ անկեղծ։ Երբեք չի լինելու ինչ-որ ձևական բաներ, որպեսզի մարդ երբ ինձ նայի, չասի անհնարին ասի այո, սա է մեր իրականությունը։ 4 երեխաների հետ մեր ընտանիքում կա շատ մեծ սեր, բայց նաև շատ քայքայված նյարդեր, հոգնածություն, երբ դորվա վերջում հասկանում ես, որ քո համար այսօր ոչինչ չարեցիր։ Փոխարենը լսեցիր 100 անգամ մամա ինչու այս գիրքը այստեղ, մամա ինչու է երկինքը այսքան կապույտ, ինչա խոտը կանաչ, ինչա շունը այստեղ թափել, շատ ինչուներ ես լսում։ Բայց այնքան սեր ես դու տեսնում իրանց մեջ։ Երբ սպասում էինք մեր 4-րդ բալիկին, տղաս այդ ժամանակ 6 տարեկան էր, ու ինքը ասում էր՝ «Մամա, տղայա չէ լինելու, դու պետք է ուրեմն այնքան բալիկ ունենանք, որ ես ապերիկ ունենամ»։ Ու մենք այդ մեր փոքրիկ գենդեր փարթին երբ արեցինք ու բացեցինք կապույտներ ու իր այդ ուրախություն։ Ու հիմա իրանք իրար հետ, ես որ տեսում եմ ինչքան սեր կա, ասում եմ՝ չէ, ճիշտ որոշում էր, դա պիտի լիներ։ Ես անկեղծ մեծացել եմ 3 երեխայով ընտանիքում, հիմա ցավոք ես ու քույրս ենք միայն, եղբայրս մահացել է, երևի իր մահն էր, որ իմ կյանքում եղավ շրջադարձային, ու ես հասկացա, որ իմ ընտանիքում լինելու են շատ երեխաներ, այն երեխաները, որ եղբայրս չկարողացավ ունենալ, ես եմ ունենալու, ու ես չեմ ուզում իրան տեսնեմ իմ երեխաների մեջ, բայց ստացվում է իրան տեսնել, իր այսպես շարունակությունը տեսնել, իր բնավորության գծերը, ու շատ եմ ուզում եւս մեկ երեխա ունենալ, բայց այս պահին իմ համար ասենց մեծ վախ է կախվել գլխիս, բա որ մի բան այն չգնա, բա որ չկարողանամ, բա որ չէ որ ես մեծ պատասխանատու ոչ կարողանաք, այնպես մի բալական աղջիկ տղա։ Ու երբ ես տանը խոսում եմ, ասում էլի բալիկ ենք ուզում, երբեք իմ երեխաները չեն ասում օրինակ, չէ մամա, մեզ չես հասցնի ժամանակ տրամադրեց կամ էլի փոքր բալիկ կլինի, էլի մենք քեզ կկորցնենք, ու այդ կողմից սիրտս մի տեսակ հանգիստ ասում, ուրեմն չէ, կարողանում եմ ճիշտ բալանսը պահել, որ իրենք չեն զգում այդ տարբերությունը։